Այսօր ապրիլի 23-ն է եւ ինչպես ամեն տարի վերջին 25 տարիներին առնվազն ապրիլի 23-ին ժամը 19:15-ին այս անգամ Հանրապետության հրապարակից մեկնարկելու է ավանդական ջահերով երթը, սա Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընթരാճ խոշոր հաշվով կազմակերպված միակ համազգային միջոցառումն է ու մասնակցելով այս միջոցառմանը դուք հնարավորություն ունեք ասելու, որ համաձայն չեք Հայաստանում ընթացող ուրացման քաղաքականությանը, համաձայն չեք ցեղասպանության ժխտմանը, համաձայն չեք մեր իրավունքներից հրաժարման եւ մի կարևոր դետալ էլ փաստացի մենք շատ ենք խոսում բաժանարար գծերից, շատ ենք խոսում նրանից, որ Հայաստանում կա ատելության քարոզ տարբեր հասարակական խմբերի նկատմամբ եւ դա ճիշտ է, բայց փաստացի այս միջոցառումը եզակի միջոցառումներից է, որ միավորում է ամենատարբեր հայացքներ ունեցող մարդկանց, միավորում է ամենատարբեր անգամ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց եւ բոլորը հազարավոր հայեր հավաքվում են Հանրապետության հրապարակում, քայլում են դեպի Ծիծեռնակաբերդ, ունենալով մի առանցք, որ մենք ցեղասպանված ժողովրդի ժառանգներն ենք եւ մենք պիտի հիշենք, սովորենք մեր դասերը անցյալից, որպեսզի դա թույլ չտանք կրկնել։ Դրա համար այս տարի հատկապես այն ֆոնին, երբ ուրիշ որևէ միջոցառում չի կազմակերպվել, ջահերով երթի մասնակցությունը դառնում է ավելի կարևոր, քան երբևէ եղել է, որովհետեւ փաստացի դա է միակ տեղը, որտեղից մենք կարող ենք ուղերձ հղել Թուրքիային, Ադրբեջանին, որ ի պատասխան ձեր վարվող քաղաքականության, ինչքան էլ դուք պայմանավորվեք մեր իշխանությունների հետ, Հայաստանի հասարակությունը այդ պայմանավորվածությունների հետ հաշտ չի։ Այս ուղերձ հղելու տեղը այսօր Հանրապետության հրապարակն է 19:15-ին։ Շնորհակալություն, հիմա եթե հարցեր կան, որևէ թեմայով սիրով պատասխանեմ։ Շատ լավ։ Հարգելի լրագրողներ, սկզբում խնդրում եմ մեկական հարց կտակ։ Խնդրեմ 24 News։ Տիկին Վարդանյան, ջահերով երթի հետ կապված քննադատություններ են արդեն իսկ հնչում եւ այսպիսի ձևակերպումներ կան, որ ջահերով երթի անվան տակ հավաքված զանգվածին, այդպես է նշում, ցանկանում են օգտագործել անկարգությունների համար։ Երեկվանից այս արշավը ինչով եք բացատրում եւ մեկ հարց էլ տամ, որովհետեւ ես նախորդ падգամավորին չկարողացա հարցով դիմել, նաև իմպիչմենտի գործընթացի մասին է հիմա խոսվում եւ այս առումով պատիվ ունեմ խմբակցությունը կոնկրետ առաջարկով է հանդես գալի, արդյոք այս հարցը քննարկել եք խմբակցությունում թե ոչ եւ ինչ խնդիր կա, որ համաձայնության չեք գալիս այս հարցի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Նախ առաջին հարցի վերաբերյալ ձեր հղումը կատարած կարծեմ իշխանական մամուլի կամ իշխանական համարում ունեցող մամուլից էր տարածումը ու հարց կա ինչ տեղեկությունների են տիրապետում, թող այդ տեղեկություններով գնան դատախազություն։ Մենք այսօր կազմակերպելու ենք ջահերով երթ։ Քայլելու ենք դեպի Ծիծեռնակաբերդ ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած Հայաստանի իշխանություններին։ Ես հարց ունեմ։ Ջահերով երթը ինչու է այսպես թիրախավորվում։ Դա մաքուր հիշատակի պահանջատիրության միջոցառում է։ Ո՞րն է իմաստը ջահերով երթի թիրախավորելու ու դրա նկատմամբ հակակարողություն անելու։ Կարող են պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Իսկ կարող է դա խոչընդոտում օրինակ են պայմանավորվածությանը, ըստ որի սահմանադրությունից պիտի հեռացվի անկախության հռչակագիրը նախաբանից։ Մենք միշտ այս կոնտեքստում խոսում ենք, այս կետի մասին խոսում ենք այն կոնտեքստում, որ դրա պահանջը Ադրբեջանից, որովհետեւ այնտեղ կա Արցախի ինքնորոշման իրավունքին հղում, բայց մոռանում ենք, որ անկախության հռչակագրում կա նաեւ կետ, որտեղ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սատար կանգնի միջազգային ճանաչման գործընթացին հայոց ցեղասպանությամբ։ Դա միշտ խնդիր ա եղել Թուրքիայի համար։ Այսինքն այս պահանջի կատարումը Նաև Թուրքիայի պահանջն է։ Հիմա այս կոնտեքստում բնականաբար ջահերով երթը պիտի թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է։ Ես այս կոնտեքստում եմ տեսնում այդ մեղադրանքները։ Այդ մեղադրանքները եղել են բոլոր ցույցերի ընթացքում, ամեն անգամ այդ մեղադրանքները հասարակությանը վախեցնելու համար տարածում են որևէ մեծ միջոցառումից առաջ։ Դրա պատասխանը հասարակությունը, հանրությունը տալիս է իր մասնակցությամբ, այս անգամ էլ հուսամ անկախ եղանակային պայմաններից այդպես կլինի։ Երկրորդ հարցի վերաբերյալ, եթե այստեղ է արտահայտվել, ճիշտ ասած առաջ չեմ ունեցել լսել պատիվ ունեմի առաջարկը, չգիտեմ ինչ խնդիր եք հղում անում, խնդիր չկա։ Եթե կա իմպիչմենտի առաջարկ, մենք ենք առաջինը հայտարարել իմպիչմենտի մասին 2022-ի օգոստոսին, եթե կա որևէ առաջարկ, բաց ենք, պատրաստ ենք քննարկել, ինչպես այս բոլոր շարժումների ընթացքում բաց եւ պատրաստ ենք եղել։ Մենք էլ տեսնում ենք, այսինքն մենք էլ տեսնում ենք, որ դա իշխանափոխության փուլերից, գործիքներից մեկն է եւ մեր պատկերացմամբ էլ փողոցային շարժման փուլերից մեկն է։ Եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ, այս ուզում եմ շեշտել, պատրաստ ենք քննարկել։ Բայց այդ հարցը վաղուց է հնչում։ Հերմինե ջան, վերջում կտակ հարցը։
Հարց արդյոք չեք քննարկել երբևէ խմբակցությունում։ Անկեղծ ասած, ես պատիվ ունեմից առաջարկին տեղյակ չեմ, անկեղծ, եթե պատիվ ունեմ խմբակցությունից առաջարկ անջել, ես ուղղակի տեղյակ չեմ։ Հայտարարություն է։ Տեղյակ չեմ, այդ հղում անեք կարդակ, Սիրիկ եմ